հարց ու պատասխանի ձևաչափով ավելի ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանեմ։ Նախ թույլ տվեք ասել, որ պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4%-ով և Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարով արտահայտված նույն ժամանակահատվածում աճել է 5.8%-ով։ 2024 թվականի արդյունքներով պետական պարտքը ՀՆԱ հարաբերակցությամբ նվազել է 0.1%-ային կետով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարով արտահայտված պարտքը կազմում է 13 միլիարդ 581 միլիոն դրամ։ Այս ամբողջ պարտքի ներգրավումը և ծավալները պլանավորված են Հայաստանի Հանրապետության բյուջեով և միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ, որտեղ բացահայտվում է թե պարտքի ներգրավման ծավալը և թե դրանց աղբյուրները։ Այստեղ հատկանշական է նաև արձանագրել, որ վերջի տարիներին ըստ ներգրավման արժույթի և ըստ ռեզիդենտության ներքին պարտքի ծավալը մասնաբաժինը ընդհանուրի մեջ աճել է և մենք հիմա հասել ենք 50% մակարդակին, ինչը բավականին դրական ցուցանիշ է և նույնիսկ վերջի շրջանում մեր տիպի երկրների գործընկերների հետ շփվելուց, երբ որ խոսում ենք պարտքի մասին և մեր ներքին շուկայի մեծության մասին, ապա գործընկերները խնդրում էին, որպեսզի մենք մեր փորձով կիսվենք և ցույց տանք, թե ինչպես ենք մենք կարողացել ներքին պարտքը այդքանով ավելացնել, որովհետև մեր նման երկրներում այդ ծավալը կազմում է, ներքին պարտքը կազմում է 20-30%, մեր մոտ էլ էր նույն մակարդակը, վերջի շրջանում իհարկե վերջի տարիներին մենք կարողացել ենք այս մասնաբաժինը մեծացնել, որը իհարկե մեզ որոշակիորեն մեղմացնում է արտարժութային ռիսկերից։ Եվ երևի կարճ անդրադառնամ Եվրոբոնդի